Եթերում հոգևոր զրույցներ հաղորդաշարն է։ Իմ զրուցակիցն է արժանապատիվ Տեր Գյուրեղ Քահանա Տալյանը։ Այսօր մենք կխոսենք քրիստոնեական սիրո մասին։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի արա։ Տեր Հայր, սերը աստվածային մեծագույն պատվիրանն է։ Ինչպես Քրիստոս է ասում, սիրել Աստծուն ամբողջ էությամբ եւ սիրել մերձավորին սեփական անձի պես։ Խնդրեմ պարզաբանեիք աստվածային այս մեծագույն երկու պատվիրանների էությունը ինչ է նշանակում սիրել Աստծուն ամբողջապես, ամբողջանվեր կերպով եւ ինչ է նշանակում սիրել մերձավորին ինչպես սեփական անձը։ Նախ պետք է սկսել հավանաբար նրանից այն հայտարարությունից, այն խոսքից, որ պատկանում է Հովհաննես Ավետարանչին, Տիրոջ սիրելի աշակերտին։ Նա ասում է Աստված սեր է։ Աստված, Աստծո էությունը սերն է։ Եվ այդ սերը աստվածային արտահայտվում է ամեն ինչում։ Եվ իր ստեղծագործության մեջ բնությունը նկատի ունեմ, Աստծո ստեղծագործությունը, տիեզերքը, ինչպիսի սիրով է ամեն բան ստեղծվել, ինչպիսի գեղեցկությամբ է ստեղծվել ամեն բան, եթե չլիներ սերը, գեղեցկությունն էլ չէր կարող լինել եւ ամեն արարչագործության ամեն օրվա վերջում ասում է Աստվածաշունչը, Աստված նայեց եւ տեսավ, որ լավ է, բարի է ամեն ինչ որ ստեղծել է։ Եվ սա սիրո արտահայտություն է։ Սիրո արտահայտություն է այն, որ Աստված, ինչպես ասում է Սուրբ Գիրքը, արևը ծագեցնում է չարերի եւ բարիների վրա։ Սիրո արտահայտություն է նույնիսկ այն դեպքերը, այն երևույթները, որ կատարվում է մարդկանց հետ, մարդկանց մեջ, մարդկային հասարակարգում, որոնք թվում են դաժան, որոնք թվում են երբեմն գուցե նաև անարդար, բայց ամեն ինչում Աստծո սերն է արտահայտվում, ամեն ինչում։ Իհարկե, նախ եւ առաջ Աստծո սերը մեծագույն կերպով արտահայտվում է մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի մարմնանալով, նրա փրկagorցությամբ, նրա աշխարհ գալով, նրա մարդ դառնալով, նրա տանջանքներով, խաչելությամբ եւ ի վերջո հարությամբ։ Այս ամենը Աստծո սիրո կատարյալ արտահայտությունն են։ Եվ Աստված սեր լինելով ինքը իր հերթին մեզանից սեր է պահանջում։ Եվ սա է պատճառը, որ հենց դու մեջ բերեցիր Մարկոսի ավետարանից, ուր մի օրենսգետ, այսինքն հին գրքերի գիտակ, հին կտակարանի գիտակ, մոտենում է Տիրոջը, տեսնելով, որ նա ինչ որ հարցերի իրեն շրջապատող մարդկանց լավ պատասխանեց եւ հարցնում է, որ պատվիրանն է առաջինը, ամենակարևորը, ամենամեծը։ Եվ Հիսուս նրան ասում է, ամենից առաջինն է, լսիր Իսրայել, մեր Տեր Աստվածը միակ Տերն է, եւ դու պիտի սիրես քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զորությամբ։ Սա է առաջին պատվիրանը եւ երկրորդը նման է սրան։ Դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պես։ Չկա ուրիշ պատվիրան ավելի մեծ, քան սրանք։ Դե դուք խոսեցիք աստվածային սիրո մասին, որ աշխարհի արարումը եւ այն ամեն ինչ կատարվում է աշխարհում Աստծո սիրո արտահայտությունն է։ Ի վերջո։ Այո, եւ ասացիք, որ թե բարիքները եւ թե չարիքները, որոնք կատարվում են, այդ ամենը Աստծո սիրո արտահայտությունն է։ Որ բարիքները Աստծո սիրո արտահայտությունն են, դա հասկանալի եւ ընդունելի է։ Սակայն չարիքները ինչպես կարող են Աստծո սիրո արտահայտություն լինել։ Պատկերացրեք, երբ ծնողը ուզում է իր զավակին կատարյալ տեսնել, ավելին տեսնել, ապա որևէ արարքի համար պատժում է իր զավակին, որպեսզի առնվազն գոնե այդ պատժի երկյուղից շտկվի զավակի ընթացքը։ Հաց ես խնդրեմ։ Հիմա ջրհեղեղը սիրո արտահայտություններ, թե դաժանության։ Համաշխարհային ջրհեղեղը նոյ նահապետի օրոք։ Ապա պատկերացրու այդ մարդկությունը, այդ մեղքերի մեջ թաղված մարդկությունը շարունակեր այդպես ապրել, ինչ պիտի լիներ դրա վերջը, կամ
Սոդոմ եւ Գոմոր այդ քաղաքների վերացնելը, իսպար բնաջնջելը սիրո արտահայտություն էր, թե ոչ? Իհարկե սիրո արտահայտություն էր։ Իհարկե սիրո արտահայտություն էր, որովհետեւ Աստված մտածում է նաեւ նրանց մասին, ովքեր փորձում են արդարության ճանապարհով քայլել, նրանք ովքեր սիրում են իրեն։ Եվ ինչու պիտի մարդը ընդհանրապես սիրի Աստծուն? Սա հարց է ծագում, որովհետև մարդը ամեն ինչով Աստծուն է պարտական։ Ամեն ինչով, իր կյանքով Աստծուն է պարտական։ Այն ամեն ինչով, ինչ ունի, նրանով, որ մարդ է, պարտական է Աստծուն, որովհետև մարդ նշանակում է Աստծո նմանությունն ու պատկերը կրող մեկը։ Այս շնորհակալության երախտագիտության զգացումը մարդուն պիտի վերի Աստծուն սիրելու։ Եվ երկրորդը քո մերձավորին, քո ընկերոջը, քո անձի պես։ Ինչու պիտի սիրեմ մերձավորիս, ինչու պիտի սիրեմ ընկերոջս, չէ՞ որ նա կարող է անպարկեշտ կամ չարություն գործող մեկը լինի։ Եվ ինչպես կարող եմ սիրել այդպիսինին։ Միայն մի դեպքում, երբ միշտ սրտիս մեջ ունենամ, որ իմ դիմացինը, ինչպես եւ ես, ստեղծված է Աստծո նմանությամբ ու պատկերով։ Եվ եթե ես սիրում եմ իմ Փրկչին, եթե ես սիրում եմ իմ Տիրոջը, ապա պիտի սիրեմ նաեւ նրան, ում ինքն է սիրում։ Իսկ մեր Տերը եկավ եւ խաչվեց բոլորիս համար։ Մեր Տերը եկավ եւ ասաց, որ ես եկել եմ մեղավորների համար, ուրեմն մենք պիտի միմյանց սիրենք։ Սա շատ դժվար է։ Սերը ընդհանրապես դժվար է, որովհետև սերը նախ եւ առաջ պատասխանատվություն է։ Նախ եւ առաջ։ Բայց մենք քրիստոնյաներ սպարտավոր ենք սիրելու։ Եվ Հովանու ավետարանում Հիսուս աշակերտներին իր տանջանքներից, խաչելությունից առաջ սովորեցնում է վերջին այդ զրույցը Տիրոջ եւ աշակերտների միջև լցված է սիրով, լցված է քաղցրությամբ եւ նա պատվիրում է, ասում է սիրեցեք միմյանց եւ դրանով մարդիկ կիմանան, որ դուք իմն եք։ Այսինքն մեր քրիստոնյա լինելը նախ եւ առաջ արտահայտվում է, պետք է արտահայտվի, պետք է դրսևորվի միմյանց սիրելով։ Իսկ առաջին մեծագույն պատվիրանի հետ դա ինչպես է կապվում։ Այսինքն մերձավորի հանդեպ սերը ինչ կապ ունի Աստծո հանդեպ սիրո մեջ։ Եթե մարդ Աստծո հանդեպ սեր ունի, եթե մարդ սիրում է Աստծուն, մարդ չի կարող չսիրել Աստծո ստեղծած մարդուն։ Կրկնում եմ, որովհետև ամեն մարդ Աստծո նմանությունն ու պատկերն է, ինչքան էլ մարդը աղավաղած լինի իր մեջ այդ նմանությունն ու պատկերը։ Սա նախ եւ առաջ։ Երկրորդը, ինչու է այսպես ասում մեր Տերը, որ եթե միմյանց սիրեք, դրանով հայտնի կլինի, որ դուք իմն եք, որ դուք սիրում եք ինձ։ Դրանով հայտնի կլինի, որովհետև Աստծո նկատմամբ ունեցած սերը մարդկանց աչքին չի երևում։ Մեզ շրջապատող մարդիկ չեն տեսնում այդ սերը Աստծո, որտեղ այդ սերը մեր սրտի մեջ պետք է լինի։ Մեր ներքնաշխարհն է դա։ Իսկ մարդկանց նկատմամբ ունեցած սերը ի հայտ է գալիս, երևում է։ Եվ մարդիկ, մեզ շրջապատող մարդիկ տեսնում են այն սիրո հարաբերությունները, որոնք թագավորում են, իշխում են քրիստոնյաների մեջ, եւ ամեն մարդ ի վերջո կարոտ է սիրո, եւ մարդիկ ձգտում են մտնել այդ սիրո դաշտի մեջ, այդ ջերմության մեջ, այդ մթնոլորտի մեջ։ Հետեւաբար միմյանց սիրելը չափազանց կարևոր է։ Հովանես Առաքյալը, որ նախ եւ առաջ նրան անվանում ենք նաեւ սիրո առաքյալ, ամենից շատ սիրո մասին նա է խոսում եւ իր ընդհանրական թղթերում էլ խոսում է, որ Աստված սեր է եւ ասում է, եթե մեկը ասի, թե Աստծուն սիրում է, բայց իր եղբորը ատի, նա սուտ է խոսում եւ նրա մեջ սերը աստվածային չկա։ Սերը ամենամեծ առաքինությունն է, ամենամեծ առաքինությունն է, որովհետև քրիստոնեական առաքինությունների հիմքը սա է՝ հավատ, հույս, սեր։ Եվ ինչպես ասում է Պողոս Առաքյալը Գաղատացիս թղթում, հավատն ու հույսը պիտի անցնեն։ Իսկապես հավատն ու հույսը մեզ տրված են այս ժամանակավոր կյանքի համար։
Չէ՞ որ երբ մենք հավատում ենք եւ հույս ենք տածում այն խոստումների նկատմամբ, այն խոսքի վրա հիմնված, որ մեզ գալիս է Աստծուց, Աստվածաշնչի միջոցով, եկեղեցու հայրերի միջոցով, եւ դրանք կատարվում են, այլևս հավատքի եւ հույսի կարիքը չկա։ Հավատում ես մինչև տեսնելը, հավատում ես մինչև իրականանալը, հույս ես ստացում մինչև իրականանալը, բայց սերը մնում է հավիտյանս հավիտենից, սերը սկսվում է այստեղ եւ շարունակվում է հավիտենականության մեջ։ Այո, սերը կարևորագույնն է Տեր հայր, սակայն ինչ անեմ, որ սիրեմ։ Ինչ ասել է սեր, սիրել։ Եթե կարելի է մի հատված ընթերցենք Պողոս Առաքյալի Կորինթացիներին ուղված առաջին նամակից, որը օրհներք սիրո, այդպես է վերնագրված։ Եվ տեսեք ինչ է ասում։ Եթե խոսեմ մարդկանց լեզունը եւ հրեշտակներին, բայց սեր չունենամ, կնմանվեն մի պղնձի, որ հնչում է, կամ ծնծղաների, որ ղողանջում են։ Այս լեզուներ խոսելը, գիտեք, այսօր ինչքան տարբեր խմբավորումներ, աղանդներ շեշտը դնում են լեզվախոսության վրա, ասելով, որ Սուրբ Հոգու ներգործությունը այդպես է արտահայտվում, եւ մի կողմ են թողնում սերը, որ նախ եւ առաջ սիրով պիտի արտահայտվի, եւ Պողոս Առաքյալը նմանվում մի պղնձի, որ հնչում է, կամ ծնծղաների, որ ղողանջում են, այսինքն դատարկ մի բան, դատարկ մի անոթ, որը ղողանջում է։ Եվ եթե մարգարեություն անելու շնոր ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, եւ եթե ունենամ ամբողջ հավատը մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։ Տեսնում ենք ինչ հստակ է խոսում Առաքյալը, անգամ հավատը ոչինչ է, եթե չլինի սերը, որտեղ հավատը կարող է լինել առանց սիրո։ Օրինակ Փարիսեցին աղոթող տաճարում Մաքսավորը, Փարիսեցին հավատ ունի անշուշտ, բայց սեր չունի, եւ դա երևում է իր արհամարանքից հենց Մաքսավորի նկատմամբ կամ նրանց նկատմամբ, ում ինքը թվարկում է ասելով, որ ես սրանց նման չեմ, գող չեմ, շնացող չեմ եւ այլն եւ այլն։ Եվ երևում է այդտեղ սիրո բացակայությունը։ Եվ ոչինչ եմ, ասում է Պողոս Առաքյալը, եթե անգամ լեռները տեղափոխելու չափ հավատ ունենամ եւ սեր չունենամ, որովհետեւ եթե Աստված սեր է, ըստ էության, եթե տրամաբանենք, սեր չունենալ նշանակում է Աստծուն սրտի մեջ չկրել։ Եվ եթե իմ ամբողջ ունեցված կտամ աղքատներին եւ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա։ Հիմա հարց կարող է ցակել, ինչպես մարդը կարող է ամբողջ ունեցվածքը տալ աղքատներին, եթե սեր չունենա այդ աղքատների նկատմամբ, մարդկանց նկատմամբ։ Շատ բարձ, մարդը կարող է փառքի ձգտումից այդ անել, կարող է հպարտությունից այդ անել, հաստատելու համար, որ ահա ես ձեր բոլորից հետ ավելի լավն եմ, ավելի կատարյալ եմ, ավելի քրիստոնյա եմ, եւ իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա։ Անկամ նահատակությունը առանց սիրո, նահատակությունն էլ կարող է հպարտության եւ այդպես նախանձի եւ այլն տարբեր մեղքերի վրա հիմնված լինել ի վերջո եւ ոչ մի օգուտ չեմ ունենա, այսինքն փրկություն չեմ ունենա, եթե սեր չունենամ։ Մեր օգուտը ինչն է, մեր փրկությունը, մեր հավիտենական կյանքը ժառանգելը, երկնքի արքայությունը ժառանգելը, մեր Տիրոջ հետ լինելը նախ եւ առաջ իհարկե, հավիտյանս հավիտենից, նրա հետ լինելը, նրա հետ ով մեզ սիրեց, այնպես սիրեց, ասում է նույն Հովհաննես Ավետարանիչը, մինչև իսկ միածին որդուն ուղարկեց, որպեսզի ով որ նրան հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Աստված այդպես է սիրում մեզ։ Այո, սակայն Տեր այդ ողորմածության, անձնազոհության հոգին, որի մասին դուք ընթերցեցիք Սուրբ Գրքից այդ հատվածը, թերևս հենց ամենապակասող բաներից է մեզանում այսօր։ Եվ առհասարակ մեզ մոտ մյուս ծայրահեղությունն է, ոչ թե շատ ողորմած ենք կամ շատ անձնազոհ ենք մինչև այն աստիճան, որ այդպիսի մեծ զոհաբերությունների գնանք, ինչպես այդտեղ նկարագրված է Սուրբ Գրքում, այլ ընդհակառակը ոչ ողորմած, ոչ անձնազոհ, ուրեմն միթե դա մեզ վերաբերում է։ Այստեղ խոսքը անձնազոհության եւ ողորմած լինելու մասին
Չէ, ողորմած լինել նշանակում է սիրով լցված լինել, կարեկցանքով լցված լինել։ Ահա ողորմած լինելու հիմքը։ Իսկ այստեղ ուրիշ այլ կարգի ողորմածության մասին է, չակերտավոր ողորմածության մասին է, որովհետև այսպիսի մարդը կարող է միայն իր շահը փնտրել եւ իր փառքը փնտրել։ Եվ դու շատ ճիշտ նկատեցիր, որ սերը ընդհանրապես վերացական հասկացություն չէ։ Սերը գործնական պետք է լինի։ Եթե տեսնես քո եղբորը նեղության մեջ եւ նրան չօգնես, եթե տեսնես մեկին, որը քաղցած է, ծարավ է, հիվանդ է, բանտարկված է եւ կարիքն ունի, քո կարիքն ունի, մարդկային ջերմության կարիքն ունի, եւ չտաս նրան այդ ջերմությունը, դա սեր չէ։ Ինչքան ուզում ես հայտարարիր, որ սիրում ես մարդկանց, այդպիսի ես մի հավատացյալ ունեմ, որ եթե հարաբերվում ենք, շփվում ենք, զրուցում ենք, մի օր խոսում էինք եւ նա ինձ ասաց, ես մարդկանց շատ եմ սիրում։ Բայց իմ կարծիքը այնպիսին էր եւ ես արտահայտեցի իմ կարծիքը այնպիսին էր, որ նա մարդկանց չի սիրում։ Նա սիրում է իր հորինած մարդկանց։ Եվ նա հաստատեց այդ բանը, ասելով, որ այո, ես մարդկանց մեջ վատ բաները չեմ տեսնում։ Ես մարդու մասին միշտ միայն լավն եմ մտածում, դա լավ է, բայց չտեսնելով մարդու թերությունները, դա սեր չէ։ Դա հորինված մի կերպար է։ Այդպես հորինված մի բանը, հնարած մի բանը սիրելը հեշտ է։ Այլ մարդուն սիրելը իր թերություններով հանդերձ, ինչու է հենց շեշտը դրվում մերձավորի վրա։ Մերձավորին սիրիր, ընկերոջդ սիրիր, մերձավորին սիրելը դժվար է։ Հեռվից հեռու սիրելը հեշտ է։ Մարդը ամեն օր կենցաղում քեզ հետ չի առնչվում, գիշերները չի խռռացնում, հա, որ խանգարում է քո քունը եւ այսպես այդ մարդուն այսպես ընկալելը, այսպես ընդունելը, այսպես սիրելը դժվար է, մերձավորին սիրելը դժվար է իսկապես։ Եվ գիտենք, որ մեր հասարակարգում ընդհանրապես քրիստոնյայի համար ամենից բարդ, ամենից դժվարը ընտանիքն է, դժվար տեղը ընտանիքն է։ Ընտանեկան հարաբերություններն են ամենից բարդ քրիստոնյայի համար։ Որտեղ երբ գնում ես ամեն կիրակի պատարագի, մասնակցում ես պատարագի, մարդկանց ես տեսնում, որոնց հետ մեկտեղ չես ապրում, տեսնում ես մարդկանց, սիրով ես լցվում, հարաբերություններ են, կարոտ է եւ այլն, այսպես հեշտ է, բայց ամեն օր սիրել մարդուն, սա արդեն սխրանք է։ Սա քրիստոնեական սխրանք է եւ իսկապես ամենամեծ առաքինությունն է սերը։ Ես կուզեի այստեղ անդրադառնալ, մի փոքր շարունակել, մի քիչ շատ չթվա, բայց սիրո հատկությունները։ Նախ եւ առաջ մարդը ինչպես պետք է իմանա, որ ինքը Աստծուն սիրում է։ Հայտարարելով չի դա։ Այ եթե մարդը սեր ունի մերձավորի նկատմամբ, ընկերոջ նկատմամբ, եղբոր նկատմամբ, ու դեռ թշնամու նկատմամբ սեր չեմ խոսում, սա շատ բարձր մի բան է։ Եթե մարդ այս բաները ունի, ուրեմն նա կարող է մտածել, որ իր մեջ աստվածային սերը կա, որ ինքը Աստծուն սիրում է։ Իհարկե նախ եւ առաջ Աստծուն պիտի սիրի։ Հիշենք նաեւ հակասական գուցե մեր զրույցին թվացող խոսքը Քրիստոսի, որ ասում է ով իր մորը, հորը, եղբորը, քրոջը, զավակին, ընդհանրապես որևէ բան այս աշխարհում սիրում է ավելին, քան ինձ, նա ինձ արժանի չէ։ Ինչու՞։ Որովհետև այն ամենը, ինչ թվարկեցինք, այն ամենը, ինչ որ մարդ ունի, Աստծուն է պարտական։ Պատկերացնում ես սիրել նվերը, ոչ թե նվերը տվողին, ոչ թե պարգևը տվողին։ Սա անհետեթություն է։ Ուրեմն նախ եւ առաջ Աստծուն պիտի սիրենք եւ մնացած բոլոր հարաբերությունները կշտկվեն եւ սիրով կլցվենք նաեւ մերձավորի նկատմամբ։ Իսկ սերը ունի շատ որոշակի հատկություններ։ Պողոս առաքյալը թվարկում է այդ սերը համբերող է։ Ինչքան պակաս է մեր մեջ, չէ՞։ Քաղցրաբարոյ է, սերը չի նախանձում, չի ամբարտավանանում,
չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, իր շահը չի փնտրում։ Մենք հաճախ աղոթքի մեջ էլ խորամանկ ենք։ Մեզ թվում է, թե մենք աղոթում ենք որևէ մեկի համար, նրա շահը փնտրելով եւ դրանով բարեգործ ենք լինում այդ մարդու համար, այնինչ հենց թեկուզ մեր երեխայի համար։ Երեխան հիվանդ է եւ անհանգիստ է, փոքր է, գոռում է, չի քնում եւ իմ քունն է խանգարվում։ Եվ ես չեմ կարողանում հանգստանալ, այնինչ վաղը աշխատանք ունեմ, անելիքներ ունեմ եւ այլն, եւ ես ծունկի եմ գալիս եւ աղոթում եմ, ասում եմ Տեր Աստված, խնդրում եմ երեխայիս բժշկիր, նրան առողջություն պարգևիր, նրան խաղաղեցրու։ Ինչ լավ բան եմ խնդրում, չէ՞։ Բայց խորքում շատ հավանական է, որ դրա խորքում խորամանկություն կա, եւ ըստ էության ես ավելի շատ խնդրում եմ այդ ամենը, որպեսզի ես հանգիստ լինեմ։ Այսինքն սերը պետք է դիմացինի օգուտը փնտրի։ Պիտի դիմացինինը փնտրի։ Եվ հավատացյալներին ես միշտ մեր հավատացյալներին խորհուրդ եմ տալիս, ասում եմ, այ դու աղոթում ես քո ամուսնուդ կամ քո կնոջդ համար, աղոթում ես նախ եւ առաջ աղոթում ես նրա փրկության համար, եւ որպեսզի քո նկատմամբ իր վերաբերմունքը փոխվի։ Հետաքրքիր է։ Խորը եւ նուրբ պահ է։ Ուրիշ ինչ հատկություններ ունի սերը։ Բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում է, սերը երբեք չի անհետանում։ Սերը երբեք չի անհետանում, եթե սերը կա։ Մշտապես հույս է տածում, ամեն բանի հավատում է, ամեն բանի դիմանում է։ Ինչպես ենք մենք դիմանում մեր զավակների ամբարիշտ ինչ որ վարմունքին, նրանց մեղքերին դիմանում ենք, որովհետև մեր զավակներն են։ Աստված սիրո այդ շնորհը մարդուն տվել է։ Մարդուն եթե մենք ասում ենք Աստծո նմանությունն ու պատկերն ենք, նշանակում է մեր մեջ սիրելու շնորհն ենք կրում նաև։ Եվ դա հնարավոր է մարդու համար, ամեն մարդու մեջ սիրելու շնորհ կա։ Այդ հնարավորությունը ունի ամեն մարդ եւ Աստված տվել է օրինակ ծնողական սերը, որպեսզի մենք կարողանանք մի փոքր հեռավոր անշուշտ պատկերացում ունենալ Աստվածային սիրո մասին։ Այսինքն Աստված որպես ծնող ինչպես է սիրում մեզ, դրա օրինակը մենք կարող ենք տեսնել նրա մեջ, թե մենք մեր զավակներին ինչպես ենք սիրում։ Աստված մեզ տվել է սիրո շնորհ նաև միմյանց նկատմամբ կին տղամարդ հարաբերություններում, որովհետև Աստված Ադամին ու Եվային ասեց աչեք եւ բազմացեք, եւ Աստված սեր տվեց, որպեսզի նրանց միջև սեր լինի, որպեսզի այդ որդեծնությունը ասենք, հա, մարդու համար մի տհաճ եւ զզվելի պարտականություն չլինի, այլ սիրով լցված լինի, այդ հարաբերությունները սիրով լցված լինեն։ Մենք տեսնում ենք, որ այսօր դա չարի գործը, որ բոլոր հասկացությունները, բոլոր արժեքները քրիստոնեական գլուխն ի վայր են շուռ տված։ Սիրո մասին այսօր խոսելիս մարդիկ միայն մի բան են հասկանում։ Իրար սիրենք, մարդիկ միայն մի բան են հասկանում, սեռական հարաբերությունները, մարմնական այդ հաճույքն են միայն պատկերացնում եւ հասկանում, մոռանալով, որ մարդը անբան անասուն չէ, մարդը կրկնում եմ արդեն որ երրորդ անգամ Աստծո նմանությունն ու պատկերը մարդը շատ վեհ է, շատ բարձր է։ Եվ դերևս պատահական չէ, որ եկեղեցին ունի պսակի խորհուրդը, որով հենց օրհնում է տղամարդու եւ կնոջ սերը, եւ նաեւ այո ամուսնական անկողինը սրբացվում եւ բարձրացվում քրիստոնեական մակարդակին։ Այո, իհարկե։ Եվ այս ընկալումը սիրո, այս խեղաթյուրված ընկալումը սերմանվում է մարդկանց մեջ, մարդկության մեջ, սերմանվում է, որպեսզի մարդը միայն ինքն իրեն սիրի եւ իր ցանկությունները ամեն գնով փորձի իրագործել եւ այլն, սա մի ուրիշ խոսակցության նյութ է, հավանաբար մեր աշխարհի, մեր հասարակության վիճակի մասին խոսելու նյութ է գուցե, ամեն դեպքում տեսեք, եթե ընտանիքը որևէ ընտանիք լցված է սիրով, այդ ընտանիքի երեխաներն էլ տարբերվում են ուրիշ ընտանիքների երեխաներից, որտեղ չկա սերը։ Իսկ սերը այնպիսի մի ջերմ, անկեղծ եւ անշահախնդիր սեր,
այնպիսի ջերմ եւ անկեղծ մթնոլորտ կարող է ստեղծել ընտանիքում, որ ծնող երեխա ամեն մեկը իր տեղում, բայց նաեւ սիրով միացած եւ ընկերներ կլինեն եւ բարեկամներ կլինեն եւ խորհրդատուներ կլինեն միմյանց նկատմամբ։ Տեսեք, ըստ էության մարդը համահեղինակ է ստեղծագործության։ Մարդը մասնակցել է արարչությանը, չէ՞, արարչագործությանը ինչ որ կերպ։ Աստված ստեղծեց կենդանիներին եւ Ադամ նրանց անուններ դրեց։ Սա մասնակցություն է արարչագործության։ Եվ ընտանիքում էլ կարող են նման հարաբերություններ լինեն, եթե ընտանիքը հիմնված է սիրո վրա։ Եվ մեր ընտանիքներում այսօր շփվում ենք, քահանա լինելով, հոգեվորական լինելով շփվում ենք շատ ընտանիքների հետ եւ տեսնում ենք սիրո բացակայությունը։ Իհարկե, Տիրոջ խոսքը ասում է, որ անօրենության շատանալու պատճառով իսկն ժամանակները փոխվում են եւ մեր աչքերով ենք տեսնում, որ անօրենությունը շատանում է եւ շատանում է շատ արագ եւ մեծ մասշտաբների է հասնում։ Շատերի սերը պիտի պակասի։ Այս սիրո պակասը չափազանց վնասում է ամեն մի հասարակությանը եւ ընդհանրապես մարդկությանը։ Շնորհակալություն Տեր հայր, թույլ տվեք սրանով եզրափակել մեր այսօրվա զրույցը քրիստոնեական սիրո մասին։ Իմ զրուցակիցն էր արժանապատիվ Տեր Գյուրեղ Քահանա Տալյանը։ Հիշեցնում եմ, որ ձեր նկատառումներն ու առաջարկությունները կարող եք ուղղել 54 88 70 հեռախոսահամարով կամ հետևյալ էլեկտրոնային հասցեով ara@vem.am։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։